Սա ոչ ռեսուրսների, ոչ է գաղափարների պատերազմ, սա հավատքի պատերազմ է։ Ռուսաստանը Իրանի հետ ունի ռազմավարական գործընկերության պայմանագիր։ Դե բայց Իսրայելի թիկունքին բացահայտ ԱՄՆ-ն է, չէ՞ կանգնած։ Իսկապես այդ պայթյուններից հետո իսկապես Իսրայել պետություն չի լինի։ Համաշխարհային կառավարություն կամ համաշխարհային տիրապետություն դու ունենա ղեկավար։ Ղեկավարը փրկիչն է։ Գիտեք որն է նստավայրը։ Սողոմոնի 3-րդ տաճարը Երուսաղեմ, այո։ Արդյոք սա չի բերում շղթաձև կերպով միջուկային զենքի կիրառման։ Չինաստանի տնտեսությունը մահացու հարված կարող է ստանալ։ Այս կռվի շահառու երևացող եւ չերևացող Միացյալ Նահանգներում։ Հայաստանի իշխանությունը գտնվում է Բաքվում եւ Անկարայում։ Իսկ երբ ինքը իր զինուժը կռվի դաշտ կմցնի Հայաստանի դեմ։ Հարմար պահին։ Հարմար պահին, իսկ հարմար պահը երբ է, չէ գտնում որ հիմա մոտենում այդ հարմար պահին։ Լավրովը խե եկավ այստեղ։ Չգիտեմ։ Դե հիմա էս ասում խե եկավ։ Որտեւ իսկապես մենք հասկանում ենք այս երկիրը, մենք այստեղ ֆիզիկապես կապրենք, թե չենք կապրի։ Այսինքն մեր գոյութենական խնդիրն է դրվելու։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն, զանգահարեք կամ այցելեք Գայի 1 Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Եթե ուզում եք հենց մեր միջոցով բացահայտել հետաքրքիր մարդկանց ու տաղանդավոր երեխաների, ապա միացեք մեր Patreon-ին ամսական ընդամենը $5։ Բարև ձեզ, սա Live Armenia YouTube-յան ալիքն է։ Այսօր հյուրընկալել ենք ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանին։ Բարև եք եկել։ Բարև ձեզ։ Պարոն Նահապետյան, Իսրայել-Իրան հակամարտության որփուլում ենք եւ փոխադարձ այսպես հարվածները շարունակում են, ինչպես կգնահատեք այսօրվա իրադրությունը։ Պատերազմի փուլում է։ Պատերազմ է հիմա գնում։ Չհայտարարված, բայց օրինակի տարբերություն Գազայի հատվածում Իսրայելի կողմից ռազմական գործողություններին, որը նախանցյալ տարի հոկտեմբերի 7-ին տեղի ունեցավ։ Հոկտեմբերի 8-ին հայտնի դեպքերից հետո, երբ Համասի զինյալները մտան Իսրայելի տարածք ռազմականացված բնակավայր էր, հոկտեմբերի 8-ին Իլուր Աշխարհի Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարեց, որ իրենք Համասին պատերազմ են հայտարարում։ Եթե պատերազմը ինքը միջազգային մի շարք օրենքներ ու կոնվենցիաներ է աշխատում։ Հիմա սա նման բան չկա։ Ուղղակի Իսրայելի ղեկավարը, վարչապետը Բենյամին Նեթանյահուն, սա կանխարգելի չարված է ասում, որ հիմնավորում է Իրանը պատրաստվում է ունենալ միջուկային զենք, միջուկային զենքը իր երկրի գոյութենական վտանգ է ներկայացնում, առավելևս, որ Իրանի տարբեր ժամանակներում բարձրաստիճան եւ քաղաքական, եւ հոգեվոր, եւ ռազմական գործիչներ այս կամ այն ձևով Իսրայել պետության նկատմամբ կեցվածք են դրսևորել այդ պետության չգոյության հետ կապված։ Թեև եթե իրեն տանք իրենց անունները, Իրանի ղեկավարությունը սկզբունքորեն Իսրայել պետության դեմ չի, գոնե իր հայտարարությունները, ոչ է հրեա ժողովրդի։ Նա հիմնականում սիոնիստական ռեժիմի, այսինքն վարչակազմի դեմ է։ Երբեք, ասենք հրապարակավ իդեպ Իրանում նաև բնակվում են հարյուրազավոր հրեաներ։ Իդեպ այդ նույն հրեաները նացիստական Գերմանիայի ժամանակ երբ խուսանավում էին գերմանացիների կողմից բռնությունների համակենտրոնացման ճամբարներում հավաքելու սպանություններ եւ այլն, շատերը նաեւ ստացել են ժամանակ Պարսկաստանի քաղաքացիություն, այսինքն այդ երկիրը նաեւ ապաստան է տվել։ Հիմա ինչև է հասել են այն փուլին, որ կոնկրետ ռազմական ուժով ինչ որ հարցեր ուծին։ Նման մի բան եղավ անցյալ տարի հոկտեմբերի 1-ին։ Փոխադարձ հրթիռակոծումներ, բայց ոչ էս մասշտաբներով։ Անօթաչուներով, հա։ Հիմա այստեղ, եթե ուշադրություն դարձնենք, Իսրայելը կոնկրետ մի քանի ուղղությամբ հարվածներ։ Ուրեմն առաջինը Իսրայելի հատուկ ծառայությունները բավական էֆեկտիվ աշխատել են եւ թիրախային խոցում են երկրի ռազմական ղեկավարությանը, որոնք բավական լուրջ կորուստներ ունի Իրանը եւ միջուկային հետազոտությունների պատասխանատու գիտնականների։ Սա թիրախային, այսինքն դիվերսիոն գործողություններ են անում։ Առայժմ որ Իրանի տարածքում պարզում է ինչպես ժամանակին, երբ ռուսական ստրատեգիական
ինքնաթիռներից որոշ քանակ ոչնչացվեցին, այդ տարածքների մոտ օդանավականների երկար ժամանակ բեռնատար մեքենաներ են կանգնացել, որ անհրաժեշտ բան այդ մեքենաներից անվտանգություններ են դուրս եկել եւ թիրախային հարվածել են, նույն էստեղ եղել։ Սա առաջին։ Հաջորդը թիրախավորվել է կրկին ներսից, այսինքն դիվերսիոն գործողություններ, հոպ, ռեփ եւ հակահրթիռային պաշտպանության համակարգեր, ինչպես նաեւ բալիստիկ մի շարք հրթիռների կայանքներ արձակման։ Այսինքն երկրորդ ուղղությունը դա է եղել։ Երրորդ ուղղությունը ինքնաթիռների միջոցով կրկին անգամ ոչնչացվել են Իրանի փորձ է արվել իհարկե ոչ բոլորը, բայց բավական էական հարվածներ հասցվել է հիմնականում հակաօդային պաշտպանության, հակահրթիռային պաշտպանության եւ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներն։ Եվ չորրորդը ինքնաթիռները թիրախավորել են կոնկրետ ռազմական օբյեկտներ, կառավարման կետեր, այդ թվում նաև երկրի գերագույն հոգևոր առաջնորդի բնակավայրը, որտեղ ինքը ապրում է Սեյիդ Այաթոլլահ Խամենեի, Ալի Խամենեի։ Հիմա ինչա պատասխանում Իրանը։ Իրանը հիմնականում պատասխանում է բալիստիկ հրթիռներով եւ 3 գիշեր եւ այսօր օգտագործել է նաև հիպերձայնային արագության հրթիռներ, որը ինքը ունի։ Եթե դրանել գումարենք, որ հուսիտները Եմենի եւս հրթիռներ են արձակել Իսրայելի, այսինքն որոշակի առումով աշխարհագրություն է, հա, ռազմական բախման մեծանում։ Դե հուսիտների կեցվածք մենք գիտենք, բայց որ հիմա այս բան ինքը մասնակցություն ունի, ոչ այդքան ակտիվ, բայց ունի։ Տեղեկություն տարածվեց, որ Չինաստանից ռազմական ծանր բեռնատար ինքնաթիռներ են Իրան անընդհատ բնականաբար տեղափոխվում է հակաօդային պաշտպանության միջոցներ։ Ռուսաստանը Իրանի հետ ունի ռազմավարական գործընկերության պայմանագիր։ Այսինքն ստեղ Ռուսաստանը ըստ այդ պայմանագրի կարող է եւ պարտավոր է հիմնականում տրամադրել հակաօդային պաշտպանության, հակահրթիռային պաշտպանության միջոցներ։ Դոնալդ Տրամպը այսօր կեցվածք է դրսևորել, ասելով, որ ինքը ժամանակին ինչպես կանգնեցրեց մի շարք բախումներ, այդ թվում նաև Հնդկաստան, Պակիստան, հիմա որ ինքը որպես միջնորդ, հա։ Իրանը, ասենք, հայտարարել է, որ կարող է Օրմուզի նեղուցը փակի, իսկ այդ նեղուցով նավթի, գազի, հեղուկ գազի արտանման հսկայական մոտ 1/3 աշխարհում օգտագործվող այդ տանկերները տեղափոխվում են այդտեղ։ Եթե այդտեղ փակեց, Իսրայելին գործնական վնաս չի տա, գործնականում, բայց նավթի գները աստղաբաշխական թվերի կարող են հասնել, առանցնել արդեն բարձրանում է, չէ՞ արա։ Դե բայց Իսրայելի թիկունքին բացահայտ ԱՄՆ-ն է, չէ՞ կանգնած։ Ճիշտ է, ԱՄՆ-ն ասում է, ես կմտնեմ այն ժամանակ այս պատերազմի մեջ, եթե իմ բազաները թիրախավորեն եւ այլն, բայց ըստ իսրայելական աղբյուրների մոտ 200 ինքնաթիռ հարձակման ժամանակ աշխատել։ Իսրայելի տարածքից այդ ինքնաթիռները, նույնիսկ եթե Սիրիայի տարածքից էլ օդանավականներից թռչեն, միևնույն է, Իրանի այն տարածքներ, որտեղ հարվածել են, վառելիքը վերադարձի չի բավականացնի։ Ըստ տարբեր աղբյուրների Իսրայելը ունի մոտ 14 վերալիցքավորող ինքնաթիռ։ Յուրաքանչյուր ինքնաթիռ միջինով 3 ինքնաթիռ է լիցքավորում։ Բայց այդ 14-ը 200 չի կարող էլի անել։ Եվ այստեղ Միացյալ Նահանգների արդեն ակնհայտերում է, որ տրամադրել է վերալիցքավորող ինքնաթիռներ։ Այսինքն գոնե այդ մասնակցությունը այդ չափով վստահաբար ապացուցողական լուրջ հիմքեր ունի։ Հասկացա, դրան դեռ կանդրադառնանք, եթե առիթ ստեղծվի, հա, բայց հետաքրքիր է ուրիշ բան։ Ռազմական հաջողությունները կողմերի ինչպիսին են երրորդ օրվա դրությամբ։ Մենք հիմա ձայնագրում ենք, եթեր կգնա հաղորդումը երկուշաբթի երեկոյան, մինչև այդ գուցե մի շարք բաներ փոխվեն։ Այսինքն, պարոն Ապետյան, տեսեք, աշխարհագրությամբ նայում ես աշխարհագրորեն Իսրայել եւ 70 անգամ մեծ Իրան։ Եթե ցենց շարունակում են իրար խփել, լավ, ուղակի բանով տարածքի առումով Իսրայել չի մնա ուղակի։ Չնայած միջուկային գերտերությունն է եւ այլն եւ այլն։
ում է շահեկան եւ ով ինչ հաջողություն։ Գիտեք, Իսրայել պետություն չի, ինքը նախ ռազմավարական խորություն չունի Իսրայելը, այո, տարածքը շատ փոքր է, բայց եթե հիպերձայնային արագության փրթիռները իրանական թիրախավորված հարված են միջուկային օբյեկտներին, այդ թվում միջուկային զենքի պահոցներին, ատոմականներին եւ այլն, իսկապես այդ պայթյուններից հետո իսկապես Իսրայել պետություն չի լինի։ Թեև չի բացառում, որ Իրանը եւս միջուկային զենք օգտագործի, Իսրայելը օգտագործի Իրանի դեմ, այդ դեպքում էլ Իրանը բավական լուրջ կորուստներ կունեն, հա։ Իրանից ինչ որ բան կմնա, ասենք այսպես։ Իսրայելից ամենայն հավանականությամբ ոչ։ Բայց գիտեք, այս պատերազմը շատ էականորեն տարբերվում է ցանկացած այլ պատերազմից։ Գիտեք ինչով։ Ցանկացած պատերազմ, օրինակ վերցնենք երկու համաշխարհային պատերազմները։ Ինքը իր մեջ նյութական ռեսուրսների զավթման նպատակ ունեցել։ Իհարկե, այդ ամեն ինչ օրինակ նացիստական Գերմանիան փաթեթավորել է գաղափարախոսությամբ, ասենք արեական ազգի գերիշխանությունը այլ ազգերի վրա։ Օրինակ հիմնավորում էր, սա ինչու եմ ասում, որտեղ որ հասկանանք այն ինչ որ հիմա տեղի ունենում, սա ոչ ռեսուրսների, ոչ է գաղափարների պատերազմ, սա հավատքի պատերազմ է, իդեպ ասեմ ձեզ։ Դա վստահաբար եմ ասում, ինչ առումով, որտեղ Իսրայելի ներկայիս ղեկավարությունը եւ իրենց համար շատ էական ու կարեւոր է, որպեսզի իրենք Իսկ դա գլոբալիստների ձեռքի գործիքն է, բարձ ասեմ, նրանք օգտագործում են Իսրայելը այս առումով ինչ որտեղ գործիք է, որ գալիս է փրկիչը, համաշխարհային կառավարիչը։ Այո, գլոբալիստների բուն նպատակը համաշխարհային կառավարությունն է, չէ՞, այդ համաշխարհային կառավարությունը կամ համաշխարհային տիրապետություն դի ունենա ղեկավար։ Այդ ղեկավարը փրկիչն է։ Իդեպ որը պիտի գար նստի, նստավայր է ունենալու ինքը, գիտեք որն է նստավայրը։ Սողոմոնի 3-րդ տաճարը Երուսաղեմ, այո։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1 Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Բայց այդ տարածքում, որտեղ որ նույն վայրում պիտի կառուցվի, երկու անգամ քանդվել է Սողոմոնի տաճարը, այդտեղ Ալաքսա մզկիթն է, որպեսզի Սողոմոնի 3-րդ տաճարը կառուցվի, Ալաքսա մզկիթը պիտի ոչնչացվի, կամ տեղափոխվի, կամ պայթեցվի։ Դրա խանգարող գործոնը առաջին հերթին մոտ 4-5 միլիոն պաղեստինցիներն են, որոնք ապրում են երկու վայրում Իսրայելի տարածքում, Գազայի հատվածում եւ Հորդանանի արևմտյան ափի։ Այդ հոկտեմբերի 7-ին նախանցյալ տարի այդ օպերացիան որ սկսեց, ըստ իս Իսրայելի համար բուն նպատակը պաղեստինցիներից այդ տարածքից հանելն է, որտեղ որ պահին որ Ալաքսա մզկիթը կամ տեղափոխվում է, հա, կամ պայթեցվում է, որպեսզի Սողոմոնի 3-րդ տաճարը կառուցվի այդտեղ, այդ 5 միլիոն պաղեստինցին մահապարտ են դառնում։ Ինչու՞։ Որտեղ եւ Երուսաղեմը եւ Ալաքսա մզկիթը իսլամ աշխարհի համար Մեքքայից եւ Մեդինայից հետո երրորդ սրբությունն է, սրբավայրն է համարվում։ Սա ասում եմ Իսրայելի հոգևոր եւ ռազմաքաղաքական ղեկավարության մոտիվացիա, որը հոգևոր է։ Իրենք այս ամեն ինչով դիմավոր են փրկչին։ Բայց այդ մասը երբեք չի հայտարարվել։ Ով հայտարարի։ Հոգևոր որևէ իսրայելցի։ Ընդունեք ասածս ոչ միայն իգիտություն, դա այդպես էլ կա։ Հիմա հաջորդը իսլամ աշխարհում, շիա մահմեդական աշխարհում իրենք աշխարհի վերջի ժամանակներն են ապրում, այդ գնահատմամբ, եւ տիգա իրենց զորավոր փրկիչը Մահդին։ Իրենք եւս դիմավորում են Մահդին։ Այսինքն ես սա ինչի համար եմ ասում, որ այս պատերազմը ոչ ռեսուրսային, հա, ոչ գաղափարախոսական հիմք ունի, որտեղ այդ երկու պատերազմների դեպքում վերջին հաշվով, եթե բախում ասենք ռեսուրսային է, մի երկիր ուզում է մյուս երկրից տարածք վերցնի, որտեղ ռեսուրսի տեր պիտի լինի, հա, այդ վերջին հաշվով գալիս են ինչ-որ մի պահ խաղաղության, այսինքն ամբողջովին ֆիզիկական ոչնչացման չեն գնում,
որտեվ այն ինչ որ հիմա է տեղ ունենում, հիմքը հрьяաների համար Թալմուդն ու Թորան է, իսկ Իրանում բնակվող կրոնական համայնքների, որտեղ ամենամեծ համայնքը շիա մահամեդականներն են, իրանց համար Ղուրանն է։ Այսինքն հասկանում եք, չէ՞, որ երբ որ դրված է, որ Աստծո համար է, հավատքի համար է, չարի դեմ պատերազմը կամ համաշխարհային փրկիչն է գալիս սա հрьяաների մոտ, իրենց մոտ վերջին մարգարեն աշխարհակալ, որը գալու է չարի դեմ, հա, պատերազմի Մահդին։ Սա հիմքը լրիվ ուրիշ է։ Այստեղ տարածքների գրավում չի, որ ընդերքի տեղ լինի, հա, ջրային ռեսուրսների եւ այլն եւ այլն։ Այս ուրիշ թվաբանությունից է։ Ուստի սրա վտանգը շատ մեծ է, որ կողմերը մինչև վերջ կարող են գնալ։ Այսինքն պատկերացեք, եթե իրենք առաջնորդվում են Աստծո խոսքով, իսկ Աստված ասում է, որ այսպես պիտի լինի, ըստ իրենց մեկնաբանությամբ, ինչ է կարծում, Աստծո խոսքը կիսատ են թողելու կատարել։ Չէ, մինչև վերջ են, չէ գնալու։ Այդպես է։ Եվ այդ առումով սա իրոք վտանգավոր է։ Այդ թվում նաև միջուկային զենքի կիրառում։ Իսկ եթե վաղը Իրանը միջուկային զենք փորձարկեց, ասեց ես արդեն միջուկային զենք ունեմ եւ պատրաստ եմ Իսրայելին հարվածել։ Կամ Իսրայելին միջուկային օբյեկտներին հարվածի Իրանի հիպերձայնային արագության փրթիռները, որտեղ Իսրայելի երկաթյա գմբեթ հակաօդային պաշտպանության եւ հակարդյունային պաշտպանության այդ համակարգը ունակ չի խոցել հիպերձայնային արագության բալիստիկները մարդավարի չի տնկում։ Ճիշտ է, բալիստիկների մի մասին է խփում, մյուսներին չէ։ Իսկ հիպերձայնայինը վստահաբար անխոցել է։ Հոկտեմբերի 1-ին անցյալ տարի Իրանը 10-ից ավել թիրախային խփեց, չբռնվեցին, բայց ինքը կոնկրետ օբյեկտների չխփեց։ Այսինքն ինքը ցույց դրեց, որ ունի հրթիռներ, որը որ Իսրայելը չի կարող որսալ եւ անհրաժեշտության դեպքում ասենք անապատում մի միջուկային հետազոտություններ կենտրոն կար։ Այդ կենտրոնից ասենք մի 8 կիլոմետր հեռավորության վրա պայթեց հիպերձայնային արագության փրթիռը։ Դյուրին կերպով կարող է չէ խփել։ Հա, բայց ինքը ասում է, չեմ խփում։ Թեև կարող եմ խփել։ Հիմա եթե գործը հասել է նրան, որ երկու պետությունների հոգևոր աշխարհիկ ղեկավարները հիմք են ընդունելու արդեն սուրբ գրությունները իրենց համար հрьяաների համար Թալմուդը Թորան, Իրանի համար Ղուրանը շիա ուղղվածությամբ, Մահդիի մուտքը, որը չարի պիտի հաղթի։ Հասկանում եք, այսինքն սա միջև վերջ այդ դեպքում այդ տրամաբանությամբ միջև վերջ գնալու են։ Իսկ միջև վերջը ֆիզիկական ոչնչացումն է մեկի, իսկ մեկի ֆիզիկական ոչնչացումը միայն միջուկային հարվածի դեպքում կարող է միջուկային մարտագլխիկներ։ Ես չեմ բացառում, որ Իրանը վաղ չէ միսօրը եթե սա շարունակվի չկանգնի եւ միտեղ փորձարկում անի, իսկ այդ պայթյունը արձանագրվում է, էլի, միջուկային զենքի փորձարկման ժամանակ երկաշրջը տեղի ունենում, որը արագ մասնագետները եւ սարքերը ֆիքսում են, դա արհեստական է թե բնական է։ Եվ ըստ դրանից արդեն երևում է, որ ինքը իսկապես միջուկային զենք է փորձարկում։ Կարող է Իսրայելի տարածքում փորձարկվել։ Չէ, իր մոտ կփորձարկի։ Իր մոտ փորձարկի ասի, որ ես միջուկային տերությունն եմ։ Եթե Իսրայելը միջուկային զենք օգտագործեց, ես էլ եմ օգտագործել։ Թեև արտգործնախարարությունը 3 եւ այսօր արտգործնախարարության ներկայացուցիչը Իրան Իսլամական Հանրապետության ասին, որ իրենք պատրաստ են կանգնեցնել այս ամենը, եթե Իսրայելը կանգնեցնի, բայց պարտավորվում են միջազգային երաշխիքներով միջուկային զենք չստեղծել, բայց խաղաղ միջուկ ատոմային էներգիայի օգտագործումից իրանք հետ չեն կանգնելու, որտեղ դա յուրաքանչյուր պետություն իրավունք ունի։ Այսինքն ատոմական ունենած, որ ատոմականով հոսանք արտադրել։ Պարոն Կամենապետյան, չափազանց կարևոր բան ասացիք, բայց ըստ էության այդ դիրքորոշումը միջև պատերազմներ հայտնել Իրանը եւ որևէ փոփոխություն չկա։ Հետևաբար ինչու սրել, ինչու էսկալացնել, ինչու խփել։ Ինչու գնաց Իսրայելը նման, չգիտեմ ճիշտ բառա պրովոկացիա ասել է թե ոչ։ Որտեւ շատ հաշվարկված են էլ առաջին օրվա այդ գլխատումը։ Եկեք նայենք այս ամենը։ Այսինքն ներողություն, այսուդը ասում է հարց։ Իսրայելի նպատակը ո՞րն է։ Դες ասում եմ Իսրայելը ինչով է։ Իսրայելի պետք էր պատերազմ, հա։ Իսրայելի ղեկավարությունը ելնում է մի իրողությունից, որ ինքը Երուսաղեմում Արաքսա մզկիթի տեղը պիտի կառուցի Սողոմոնի 3-րդ տաճարը։ Որտեղ իրենք այդպես ձևակերպումը դա ձեր վերլուծությունն է, որևէ տեղ չկա, որևէ ռավի չի ասել այս բանը։ Ես ես վստահաբար եմ ասում։ Դա իմ վերլուծությունը չի, ես այդպես օթիշ չեմ ասում։ Okay։ Եվ ըստ այդմ
իրենց մոտիվացիան հիմքը դա է։ Հոկտեմբերի 7-ին նախանցել տարի այդ օպերացիան Համասի դեմ դրա համար սկսեցին։ Հետո երբ այդ ժողովուրդը, որը ապրում էր Երևանի 1.5 տարածքի չափով, 365 քառակուսի կիլոմետր, 2.400.000 մարդ։ Այդ մարդիկ 100%-անոց շրջափակված վիճակում մինչև հիմա կռվում են, այսինքն ցախալը անգամ իրենց չի կարող հաղթել։ Ավելին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը անգամ առաջարկեց տեղափոխվել Եգիպտոս Հորդանան, բարեկեցիկ պայմաններով ներդրումներով այդ տարածքը թողել։ Ինչու որտեվ այդ տարածքից դուրս հանելով պաղեստինցիներին եւ մյուս անկլավը որ կա Հորդանանի արևմտյան ափի, այդ նշանակում է որ դյուրին կերպով կարող են Ալաքսա մզկիթ ուղղակի քանդել եւ այդտեղ Սողոմոնի տաճարը կառուցվել։ Այդ պաղեստինցիների դեմ այս ակցիան նախանցել տարի հոկտեմբերի 7-ին, հա, ինչու ենք հիշվող հիշարժան օրը, որտեղ Ռուսաստան Դաշնության նախագահի ծննդյան օրն է, նաեւ այդ Կայեձովը հիշում, հա։ Եվ ըստ այդմ պաղեստինցիները դուրս չեկան, այսինքն ժողովուրդը ծնկի չի գալիս։ Եվ հետեաբար որ պահին որ Ալաքսա մզկիթ, նախ Ալաքսա մզկիթը քանդել իսլամ աշխարհն է իր դեմ։ Այստեղ արդեն կապ չունի դու շիա ես, սուննի մահմեդական ես, վահաբիտ ես, ամբողջ իսլամ աշխարհի համար է այդ Մեքքայից եւ Մեդինայից հետո երրորդ սրբավայրն է համարվում եւ Ալաքսա մզկիթը։ Նշանակում է իսլամ աշխարհը ամբողջովին ուղղորդվելու է Իսրայելի դեմ, հա, եթե հիմա օրինակ նույն Հորդանանը իսլամ դավանող երկիր է, նույն Եգիպտոսը իսլամ դավանող երկիր է, բայց Գազայի հատվածում Համասի պատերազմը իրանք չեն օժանդակում, ավելին Հորդանանը այսօր գործնականում Իսրայելի դաշնակիցն է, որտեղ իր օդային տարածքն է տրամադրում եւ այդպես շարունակ, հա։ Իսկ Եգիպտոսն էլ օրինակ չի բացում սահմանը, որտեղ Գազայի հատվածում ապրող պաղեստինցիները Եգիպտոսի հետ սահման ունեն, բայց փակ է պահում Եգիպտոսի ներկայիս ղեկավարությունը նախագահ Արսիսին շատ լավ հիշում են իրենց երկրում մուսուլման եղբայրները ինչպես իշխանություն վերցրեցին։ Իսկ Համասը ինքը մուսուլման եղբայրների պաղեստինյան թևն է։ Մուսուլման եղբայրներ կառուցկա, որի ղեկավարը ոչ ավել ոչ պակաս Թուրքիայի նախագահն է։ Հա, Էրդողանի պրոյեկտն է դա։ Այս եւ Համասը իդեպ ստեղծվել է ռազմականացված ի հակակշիռ նույն Իսրայելում Պաղեստինյան ինքնավարության դեմ, որի ղեկավարը ներկայիս ղեկավարը փաստացի իրականում իրավունքի տեսանկյունից համարվում է, եթե 48 թվականի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումով Պաղեստին պետություն ստեղծվել, այդ պետության ղեկավարը Մահմուդ Աբբասը։ Եվ Համասը ստեղծվել է իրականում Թուրքիայի, Բրիտանիայի եւ ոչ ավել ոչ պակաս Իսրայելի հատուկ ծառայությունների կողմից։ Ի հակակշիռ ստեղծման նպատակը Մահմուդ Աբբասի Պաղեստինի ազատագրության ճակատի, որոնք եւս բնակվում են Իսրայելի տարածքում։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1։ Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Պարզ ասած էլի, իրանց գրպանային ընդդիմություն։ Հա, բայց հիմա փաստը մնում է փաստ, որ երբ խնդիր է դրվում Սողոմոնի երրորդ տաճար կառուցել, այդ երրորդ տաճարի կառուցման խանգարող գործնականում 4-5 միլիոն տարբեր գնահատականից էականը չի։ Այդ մարդիկ մահապարտ են։ Իսկ դա Իսրայելի իշխանությունների համար գլխացավանք է։ Այդպես չի դյուրին չեն կարող այդ Ալաքսան քանդել։ Ավելին ասեմ, հիմա իմ ասածը որ վերացական չլինի, այս վերջերս բարբերաբար Էրդողանը ունի լուրջ մոտիվացիա։ Էրդողանը օրինակ համարում է, որ ժամանակն է Երուսաղեմը գրավել։ Հիմա մենք եթե սա ամեն ինչ այս հարցան մեջ նայենք, շատ բաներ գալիս է իր տեղը գնում։ Օրինակ Էրդողանի ուզածը գիտեք ինչ է։ Ինչու էր ասում Երուսաղեմը պետք է ազատագրվի։ Իսլամ աշխարհում մի առաջնորդ է եղել, որ իսլամ դավանը, որ Երուսաղեմը գրավվել է։ Այնալ ազգությամբ ոչ պարսիկ է եղել, ոչ արաբ է եղել, քուրդ է եղել, Սալադինը։ Նա Երուսաղեմ վերցրել է, բայց նա շատ խորագետ ղեկավար է եղել, երբևիցե Երուսաղեմի սրբություններին, հա, քրիստոնեական սրբություններին չի կպել,
ասենք ավերող չի եղել։ Հիմա Էրդողանի մոտիվացիան էլ իդեպ ասեմ։ Գիտեք, ասենք նույնիսկ եթե մեծ թուրանա ստեղծվում, բայց Օսմանյան կայսրությունում ամենահայտնի սուլթանը Մեհմեդ II-ն է եղել, որը Կոստանդնուպոլիս է վերցել։ Մնացածները եղել են, չէ, սուլթաններ, կայսրության ղեկավարներ են եղել, բայց իրենք պատմության մեջ, ասենք, այդքան հայտնի չեն։ Հայտնի է Օսմանյան կայսրությունում մի ղեկավար, որը ամենամեծ արարքն է արել, կարողացել է բյուզանդական կայսրությանը ծնկի բերել Մեհմեդ II-ը։ Իսկ Երուսաղեմը որպես իսլամ աշխարհի երրորդ սրբավայր Ալաքսա մզկիթով մի մարդ է վերցրել Սալադինը, որը ազգությամբ քուրդ է եղել։ Ըստ իս Էրդողանը եւս ունի մոտիվացիա Երուսաղեմը վերցնել եւ կրկնել իսլամ աշխարհում մի արարք, որը մի անձամբ միայն կատարել Սալադինը եւ երկրորդ ինքն, այսինքն ինքն էլ նման լուրջ մոտիվացիա ունի։ Եվ այս ամենը, երբ որ մենք համադրում ենք, իրականում երկիր մոլորակը 5 րոպե պակաս չգոյության առաջ է կանգնում։ Որտեւ եթե օրինակ տեսականորեն նայենք, եթե միջուկային զենք է օգտագործվելու, ասենք Իրանը այս պայն կարող է կեղտոտ միջուկային զենք օգտագործել։ Ունի ասենք 40, 50, 60% հարստացված ուրան։ Հրապարակավ այդպես հայտնում է։ Ասում են 90%-ից ավել չունի։ Այդ 90-ից ավելն 95-96 պիտի լինի, էլի որ ուրանը դառնում է պլուտոնիում, հարստացված ուրան, ռազմական ուրան է, էլի որ արդեն միջուկային մարտագլխիկի համար, պայթյունի համար անհրաժեշտ ուրեմն հարստացում է ստանում։ Հիմա պատկերացրեք, որ միջուկային զենքի կիրառում ալնում։ Արդյոք սա չի բերում շղթաձև կերպով միջուկային զենքի կիրառման։ Ես վստահաբար ասեմ բերելու է։ Գիտեք ինչի։ Որտեղ նույն ձևով մեկ էլ քնում զարթում ենք, Զելենսկին ասում է ես էլ միջուկային զենք ունեմ։ Ստեղծել եմ։ Եվ որից է մեկին էլ ապացուցելի կարիք չունեմ։ Այսինքն իրեն տալիս են միջուկային զենք։ Օրինակ Բրիտանիան տալիս է։ Եվ ինքը գնում է շանտաժի Ռուսաստանի հանդեպ, ասում է կիրառելու եմ։ Իհարկե դրանից հետո Ուկրաինա չի լինի։ Դες վստահաբար եմ ասում։ Ուկրաինա ոչ միայն Ուկրաինա, այսինքն ռուսները հնարավորություն ունեն այդ 500 միլիոնանոց եվրոպական մայրցամաքային պետությունը, ասենք 1-2 ժամ ընդհանրապես որ գոյություն չունենա, բայց ինքը դառնում է նախադեպ միջուկային զենքի կիրառման համար։ Եվ դրա մեջ շատ վտանգավոր է, որ որից է տեղ եթե միջուկային զենք օգտագործվեց, սա իսկապես նախադեպային է դառնում շղթայական կերպով, որտեղ ավանտյուրիստներ կան, որոնք իրենց իշխանությունը պահելու համար, ասենք նույն Բենյամին Նետանյահուն սկզբունքորեն, հա, որքան էլ ինքը ցույց տա ու ինքը հավատում է այն ինչ որ անում է, ես հոգևոր հա նկատի ունեմ, որ դիմավորում են փրկչին իրենց Մաշախին։ Բայց իրականում ինքը իր իշխանությունն է պահում, որ պայնես պատերազմը կանգնեց, նա դատվել է, իդեպ Հագայի դատարանը իր նկատմամբ քրեական հետապնդում է, չէ՞, ցեղասպանություն իրականացնելու հոդվածով, հետապնդում է սկսելու։ Կոնկրետ Բենյամին Նետանյահուն այս պայն հոդվածի տակ է։ Հա, որ խախտել։ Իհարկե ցեղասպանություն է իրականացել եւ դա ապացուցված է Գազայի հատվածում։ Հա, Գազայի հատվածը, հետո Իրանի հանդեպ էլ արդար պատերազմ չէ։ Հիմա ես փաստական եմ ասում, Հագայի դատարանը որոշում ունի։ Իդեպ ասեմ ձեզ։ Եվ այստեղից շատ բարձ հետևություն։ Եթե Աստված միասին միջուկային զենք օգտագործի, նույնիսկ եթե կեղտոտ, սա նշանակում է, որ որոշ երկրներ, ու մասնապես ես գնահատում որ դա առաջինը օգտագործելու է Ռուսաստանը, Ուկրաինան։ Իդեպ, երբ Կուրսկի մարզ մտան Ուկրաինայի զինուժը, իրենք ինչ նպատակ ունեին։ Մեկ նպատակ Կուրսկի ատոմականը վերցնել, որը չկարողացան իհարկե։ Այսինքն ատոմականը վերցնում ես շանտաժ ես ենթարկում Ռուսաստանի ղեկավարությունը, ասում ես, եթե իմ պայմաններով չստորագրես պատերազմի կամ ռազմական գործողությունների ավարտը, ես պայթեցնելու եմ։ Պատկասնում Կուրսկի ատոմական պայթեցնել ինչո՞։ Հա, այնտեղ ասենք մի 100 հոգի մահապարտ են, պայթեցնում, բայց դու վնաս մտածեք։ Եվ հետո Ռուսաստանի պատասխան, Ռուսաստանը չէ կարող էր հարվածի, ասենք դրանից հետո։ Եվ իրավիճակը այնպիսին է, որ այն ինչի մասին ես ասում, այդ վտանգները խիստ առարկայական են։ Պարոն Ապետյան, շատ լավ, նախ մի վերջին հարց էլ Իրան-Իսրայել հակամարտության պահով ու գանք արդեն մեր գեղեցիկ երկիր, որը իդեպ հենց հարևանից ամպ է գտնվում հյուսիսից Իրանին, Թրամփի ասած հնարավոր է, որ գործարքի ուզեն թե չուզեն կգնան, կոպիտ ասած էս էր։ Այն ինչ որ Տրամփն առաջարկում։ Գիտեք, ասեմ, ստեղ շահեկան գիտեք ով է դուրս գալիս։ Ուշադրություն դարձեք։ Տանկներ էլի Ամերիկան։ Երկու համաշխարհային պատերազմի ժամանակ
Սկզբունքորեն Ամերիկա պետությունը եւ այդ մայրցամաքը, որից է գործնականը, որից է ավերածություններ չտեսավ, չէ՞։ Բայց հետո Ամերիկայի տնտեսությունը ինչու թռիչքաձև աճ ապրեց։ Որտեւ ԱՄՆ-ը ինչ արտադրում էր այդ ավերված եվրասիական տարածքում, նկատի ունեմ Խորհրդային Միություն եւ Եվրոպա, ամեն ինչ վաճառվում էր, որտեւ ավերված էր։ Հիմա ուշադրություն դարձեք եւ առաջին եւ երկրորդ համաշխարհային պատերազմները եվրասիական տարածքում ա եղել։ Մերձավոր արևելքը տես ցցուն չի եղել, ընդեղել է պատերազմ եղել, բայց հիմա եվրասիական տարածքի մի հատվածում, խոսքս Ուկրաինայի եւ Ռուսաստանի, հա, եւ հիմա մերձավոր արևելքն է այդ հրդեհի մեջ, հա, մտած։ Օրինակ հիմա եթե նավթի գները շատ բարձրանան եւ Իրանն էլ փակի Օրմուզի նեղուցը, իսկապես մի քանի անգամ կարող են բարձրանալ։ Գիտեք դրանով Միացյալ Նահանգները ինչով է շահելու։ Այս բան Միացյալ Նահանգները իր ռազմավարական քաղաքականությունից ելնելով ունի մեկ մրցակից, մեկ, երկուս չկա, տնտեսության առումով Չինաստանը։ Իսկ Չինաստանի տնտեսության հոսանքի արտադրության 80%-ը նավթի վրա է նստած։ Այդ Չինաստանի տնտեսությունը գոտկատեղից ներքև հարված կարող է ստանալ, այս գների, ասենք 3 անգամ բարձրացան։ Հիմա ասենք մի 15-20%-ը։ Եթե այս կռիվը շարունակվում է, Իրանը փակում է Օրմուզի նեղուցը, գները կտրուկ է, ասենք կարող է իսկապես 2-3 անգամ բարձրանալ, եւ դա ասենք տևի մի քանի ամիս։ Չինաստանի տնտեսությունը մահացու հարված կարող է ստանալ։ Եվ հիմա ինչ է կարծում, ԱՄՆ-ը իր արժև դրած նվազագույն խնդիրը լուծեց, Չինաստանի տնտեսությանը ծնկի բերել։ Ռուսաստանի հետ էլ որպես 6000 եւ ավել մարտագլխիկ ունեցող պետություն աշխարհը բաժանում են երկուսով, բայց այդ երկուսի մեջ կա համար 1, համար 2, համար 1-ը Միացյալ Նահանգներն է։ Գիտեք ինչի՞, որտեղ իր տնտեսությունը ավելի հզոր է, քան Ռուսաստանինը։ Ռազմական առումով իրանք հավասար են, չկա երկրորդ պետություն իրենցից բացի, որ այդքան հզորություն ունենա միջուկային մարտագլխիկների թվականակով։ Օրինակ Եվրոպայում մի պետություն կա, որը սեփական միջուկային զինանոցություն, դա Ֆրանսիան է։ Բրիտանիայի անգամ մի քանի տասնյակ այդ միջուկային մարտագլխիկները ԱՄՆ-ի կողմից է կառավարում։ Մոտ 200 մարտագլխիկ Ֆրանսիան ունի, բայց 200-ը մի կողմ, 6000-ը մի կողմ, չէ՞։ Հետաբար այդ բանակցությունները աշխարհի վերաբաժանման ազդեցության տարածքների երկու պետության ղեկավար են անում, Ռուսաստան, Միացյալ Նահանգներ։ Բայց երբ որ իրենք բաժանում են, հիմա իրենց մեջ իրենք հավասար չեն, որտեղ տնտեսության առումով Միացյալ Նահանգները ավելին է հզոր, քան Ռուսաստանը, ճիշտ է։ Իսկ Միացյալ Նահանգները այդ առումով մի հատ խնդիր ունի այդ տնտեսության պարագայում, երբ որ աշխարհում կռիվ չի լինում, տնտեսություններն են, չէ՞, դառնում մրցակցության դաշտը։ Այդ առումով Միացյալ Նահանգները Ռուսաստանից առաջ է։ Իր համար հիմա խնդիրը Չինաստանի տնտեսությունն է, եւ այս պատերազմը, եթե մի քիչ ավելի խորքերը գնանք, թիվ 1 շահառուն Միացյալ Նահանգներն է, որի խնդիր է լուծում Չինաստանի տնտեսությունը ծնկի բերելու։ Բայց դե փաստ չի, չէ՞ որ Օրմուզի նեղուցը կփակեն։ Հիմա Իրանն է կասի, եթե չեմ փակում, ուրեմն ինձ օգնում է, Չինաստանն էլ օգնում է։ Արևտուրը էլի։ Հա, բայց հաշվել են, չէ՞ որ հնարավոր է։ Հիմա նավթի գները ոչ մի բան չեն փակել, բարձրանում է թե չէ։ Դե արդեն 15-20% չէ, դա էական է տնտեսության վրա։ Դուք այդպես մի նայեք, այդ 15-20%-ը մեր գրպանի գումարի 15-20% չէ, տնտեսությունները ճաք են տալու։ 20% պատկերացրու այդ երկրում ապրանքի ինքնարժեքը բարձրանում է։ Իսկ եթե հանկարծ դե մենակ Չինաստանը չէ, Ամերիկան էլ, Ռուսաստանը։ Չէ, Ամերիկան դե խնդիր չունի, չէ, Ամերիկան խնդրեմ չունի նավթի հետ կապված։ Այստեղ հիմա պատկերացրեք, եթե այս պատերազմի ժամանակ Չինաստանը հիմնականում նավթը գնում է ումից։ Իրանից եւ արաբական մի քանի պետություններից։ Եթե հիմա այդ արաբական պետություններն են խնդիրներ ունենան, այս ռազմական բախումների պատճառով, իսկապես Չինաստանի տնտեսությունը լուրջ խնդրի առաջ կա։ Մի քանի տոկոս գնի տատանումն արդեն տնտեսության վրա գործնականում ազդում։ Հիմա 15-20%, եթե փակեց, ասենք կարող է նավթի գները մի քանի անգամ թանկեր։ Այս Չինաստանին հարված է։ Ես օրինակ կարծում եմ, որ այս պատերազմող պետությունները, ասենք Իսրայել, Իրան, հա, որոշակի հոգևոր դաշտում ունեն մոտիվացիա, բայց կարծում եմ ամեն ինչի թիվ 1 շահառուն Միացյալ Նահանգներն է, որը խնդիր է դրել Չինաստանի տնտեսության ծնկի բերել։ Որից հետո, երբ որ հետո ինքը կանգնեցնում է կռիվը, որտեղ Իսրայելին ասում է չեմ տալիս այս զենքը, այս հրթիռները չեմ տալիս, ինչ անելու Իսրայելը։ Պայմանները կատարելու է, չէ՞ ԱՄՆ նախագահի։ Դե որ պայն ԱՄՆ-ի մասնագետները գնահատում են, որ Չինաստանի տնտեսությունը այդ հարվածը գոտկատեղից ներքև ստացավ, իրեն կռիվը կանգնեցնելու են, Իսրայելն ասին միանգամից կանգնում ես ու վերջ։ Այդպես շահառուն ըստիս, այս կռվի շահառուն երևացող եւ չերևացող Միացյալ Նահանգներն։ Դե Ուկրաինան էլ է էլի նույն պատմությունը։ Ուկրաինան, այո,
Ուկրաինայի պատերազմը իրականում նպատակ այն չի, որ Պատերազմների հաշվին տնտեսություն է պահում, էլի։ ուրեմն Ուկրաինայի կռիվը դա չէր։ Ուկրաինայի կռվի իմաստը այդ ռազմական գործողությունները, որ սկսել, իդեպ դա սկսել է 2014-ին, երբ Դոնեցկ Լուգանսկի ժողովրդին ուկրաինական ինքնաթիռները վերևից ոչինչ հասնում էին։ Այսօր պաշտպաններ կան իբր Ուկրաինայի, ես ասում եմ 14 թվականին 25-30,000 մարդ են սպանել, բայց ձեր բերանից մի հատ ցավակցելու կեցված դրսևորել այսպես կոչված իրավապաշտպան դաշտը խոս դուրս գալիս էր, իհարկե ոչ։ Եվ Ուկրաինայի պատերազմը այլ նպատակ է հետապնդում։ Ուկրաինայի պատերազմի նպատակը Ռուսաստանի ներքաշել, որսի Ռուսաստանի տնտեսությունը լուրջ անկում ապրեր, 100,000-ավոր զոհեր, դագաղներ, մարդկանց դժգոհություն եւ Ռուսաստանում իշխանափոխություն։ Ուկրաինայի պատերազմի իմաստը միջուկային տերությանը հնարավոր չի մարտի դաշտում հաղթել։ Սա ակսիոմ է, որտեղ այդ միջուկային տերությունը տեսնում է պարտում, ուղղակի միջուկային զինանոցի կոճակն է սխում, չէ՞։ Հիմա թողնենք Ուկրաինայի кейսը, այսպես ասած։ Չէ, որպեսզի զուգահեռենք, մենք հասկանանք ընդդեղի կռիվը ինչի համար է։ Շատ բարի։ Պուտինին գանքեց անելու համար է, այդքան։ Հասկացա։ Պարոն Ապետյան, հիմա մենք Իրանի հարևանությամբ ենք։ Մեզ պետք է անհանգստացնի այդ ձեր ասած այս Մեզու Հայաստանի իշխանություններին, Հայաստան պետությունը ինքնիշխան երկիր է, ունի գործող գործող ես համաձայն չեմ ձեզ հետ։ Որ մաս։ Այդպես, որ ասում եք Հայաստանը ինքնիշխան պետություն է։ Ինքնիշխան չենք։ Իհարկե ոչ։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1։ Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Հայաստանը ամբողջովին 100%-անոց արտաքին կառավարման ներքո է։ Եթե մի ժամանակ Հայաստանի արտաքին կառավարումը իրականացնում էր հավաքական արևմուտքի այս կամ այն պետությունը, 90-ականների սկզբից իրականացել է Միացյալ Նահանգները։ Այնքանով, որքանով ինքը թողում էր որոշակի ինքնուրույնություն Հայաստանի իշխանությունների Որոշումների մեջ։ Բայց սահմանադրություն գրվում էր դրսից, ամերիկյան դոլարն է մինչև հիմա գերիշխում այստեղ։ Չէ, փաստն եմ ես ասում, ընդերքը մեր ոսկու մետաղական հանքերի պղինձ, մոլիբդեն, երկաթ ամբողջովին դուրս էր տարվում։ Դե բարև ձեզ, դա էլ ինքնիշխան երկիր է։ Եթե 3 նախագահների ժամանակ հավաքական արևմուտքից առնվազն 3 պետություն են այստեղ գերակայություն ունենում, առաջինը եղել է Միացյալ Նահանգները, երկրորդը Ֆրանսիան, երրորդը Բրիտանիան։ Իսկ հիմա Հայաստանի արտաքին կառավարումը տրված է Ադրբեջանին եւ Թուրքիային։ Այդպես, եւ եթե ես գնահատում եմ, ես այդպես եմ գնահատում, ես շատ տրիվիալ օրինակով կարող եմ հիմնավորել, որ Հայաստանի իշխանությունները, այսպես կոչված, իրենք ամբողջովին կամակատար են Ալիևի եւ Էրդողանի հանձնարարականների։ Շատ պարզ օրինակով, եթե ցանկանա կարող եմ ասել։ Եթե ոչ, դե համար ասում Հայաստանի ինքնիշխան պետություն չի, ամբողջովին արտաքին կառավարման ներքո է։ Ես ու դու որպես քաղաքացի կարող է իսկապես անհանգստանանք, որտեղ վիճակը տեսնում եք, չէ՞։ Կարող է ձեր ասած նշված անձնել անհանգստանում, բայց ինքը գիտի, որ իր ճողոպրելու երաշխիքները տրված է, ասենք նվազագույն իր ընտանիքը, եւ մյուսները ասում են ինձնից հետո թեկուզ ջրեղեղ, կգնան ինչ եղել։ Իսկ որպեսզի իմ ասածը վերացական չլինի, Հայաստանի իշխանությունը, եթե մտահոգ է եւ ինքը սպասարկում է հայ ժողովրդի, Հայաստանի քաղաքացիների շահերը, շատ տրիվիալ բան եմ ասում։ Ալիևը 7 պահանջ է դրել Հայաստանի առջև։ 300,000 փախստականների վերադարձ, ռազմական տուգանք կոնտրիբուցիա, փոխհատուցում ռեպարացիա 3, Զանգեզուրի Միջանցք 4, Արցախում ինքնապաշտպանական մարտերը կազմակերպած մասնակցած անձանց նկատմամբ քրեական հետապնդում 5, Սահմանադրության փոփոխություն 6, ԵԱԿ Մինսկի խմբի լուծարում 7։ Հայաստանի շահը սպասարկող ցանկացած իշխանություն ամեն ինչ պետք է անի, որ այդ 7 պահանջները չեղարկի, չեզոքացնի, ճիշտ է։ Հնարավոր է, ես ասում եմ, այո, ընդամենը մեկ հայտարարություն է պետք անել։ Գիտեք որն է։ Ասում եմ, ես վերադառնում եմ երկու պետությունների միջև հարաբերությունների կարգավորման 4 եռակողմ հայտարարություններին։ Այդ 4 եռակողմում ալևես 7 պահանջը չկա։ Իդեպ սրա վերաբերյալ մեկ անգամ եւս Հայաստանի քաղաքացիներին տեղում մի հատ խաձի հատ կասի հուշեցով
Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը Լավրովը երբ որ եկավ այստեղ, ասեց մի քանի բան, այդ թվում Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը 4 երրակոմ, որտեղ այդ երրակոմ փաստաթղթերի տակ որպես միջնորդ կողմ դրված է նաեւ Ռուսաստանի Դաշնության նախագահի ստորագրությունը։ Հիմա հարց. եթե Հայաստանի օրվա իշխանությունը սպասարկում է Հայաստանի շահը, իսկ Ադրբեջանի 7 պահանջները ուղղակիորեն հարվածում են մեր եւ ազգային անվտանգության, եւ տարածքային ամբողջականության, եւ մեր ֆիզիկական գոյության, ինչու Փաշինյանը հրապարակով չի ասում, որ ինքը վերադառնում է 4 երրակոմ հայտարարությունների կետերի կատարմանը, որով այդ 7 պահանջները Ալիևի հոդս է ցնդում, ինչու չի անում։ Որտեւ ինքը չի կարող անել, որտեւ ինքը չի կարող սպասարկել, իրան տրված չի իրավասություն սպասարկել Հայաստանի շահը որպես վարչապետի պարտականությունը կատարող անձ։ Դա համար ինքը սպասարկում է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ էլ ձեզ արտաքին 100%-անոց կառավարում։ Այնպես որ ինքը ինչ կմտածի, ինչ չի մտածի, մեզանից 300 կիլոմետր հեռավորությամբ Սպահանում խփում, Թավրիզում խփում են։ Այդ մեզանից այդ հեռու չի։ Չէ, կներեք, Հայաստանի դե ֆակտո իշխանությունները պետք է անհանգստանան, թե ոչ։ Ոչ, ինքը իշխան, որտեվ Հայաստանի իշխանությունը ռումբա պայթում։ Հարգելիս, ես նոր ինչ էի ասում։ Հայաստանի իշխանությունը գտնվում է Բաքվում եւ Անկարայում։ Պարոն Ապետյան, այդ իշխանության Բաքվում ու Անկարայում որոշում չեն կայացնում, ինձ տանեն զորավարժության, թե ոչ։ Իրանք են կայացնում։ Այդպես։ Օրինակ իրանք կայացնում են մեր բանակի լուծարման համար, դյուրին լուծարման, որ բանակ գոյություն չունենա, փողով բանակից ազատվում ես։ Մի խելոք падգամավոր ճակերտներում խելոք, օրինագծի բանա չէ բերել, կառավարությունն էլ հաստատ մի վարքյան, այդ բաները ստեղ չեն որոշվել, այդ Բաքվում Անկարայում են որոշվել։ Քո բանակը ոնց լուծարեն։ Բանակը զենք զինամթերքն է, մեկ է անձնակազմը, չէ։ Հիմա անձնակազմը եթե փողով կարող ես ազատել, ունևոր ես, չունևորները տունն է ծախում, պարտկանում, որ երեխեն չէ թա ծառայ, ճիշտ է։ Պայմանագրայիններին էլ չի տրվում այնքան աշխատավարձ կամ դրամական բավարարում եւ սոցիալական փաթեթ, որ իրան ինքը շահագրգռված գնա ծառայ, չէ։ Եթե բանակում ազնագազ չկա, վաղը Փաշինյան Նիկոլ գիտեք ինչ ասել, ասել ժողովուրդ Ադրբեջանը 100,000 բանակ ունի, այս օրենքների հիման վրա հայ ժողովրդի չի ուզում ծառայի։ Երեխեքին չեն ուղարկում բանակ, 5,000-ից ավել մարդ չեն քաղաքում, 5,000-ը 100,000-ի դեմ կարա կռվի, չէ, ուրեմն Ադրբեջանի ցանկացած պահանջ մենք պիտի կատարենք։ Ես ասում եմ, ինքը դա նախապատրաստում, ուղղակի այս իրավական ակտերի ընդունման համար լուրջ դիմադրություն եղավ։ Բացատրեցին եւ իրանք հասկացան, որ սա արդեն խայտարակություն այն առումով, որ իրանք դիմակը ուղղակիորեն պատրվում է, որ ինքը սպասարկում է Ալիևի Էրդողանի շահերը։ Հիմա նորմալ պետությունը, որը ունի մարտահրավեր անվտանգային, ինքը ամեն ինչ տանի, որ բանակ ուժեղացնի, իրանք ամեն ինչ անում բանակը թուլացնեն։ Մենք Ֆրանսիայի հետ պայմանագիր ենք կնքել, զինատեսակներ չէ՞ պիտի գնենք, ինչու տեղափոխվեց 27-ով։ Այդ Հնդկաստանից որտի գալիս, հա? Չէ, չկա։ Զորավարը գիտի։ Հաջորդը, երբ որ դու զենք զինամթերք անձնակաց բերում ես, փորձառությունը որտեղ է այրվում։ Զորավարություններում 44-ային քանի զորավարություն ես արել։ 0 դրսի հետ կապված, ներքին 2։ Ադրբեջանը դրսի պետությունների հետ տարեկան 10 նվազագույնը։ Ներսը տարեկան 25-ից 30։ Այսինքն բանակ ինչի համար է Ադրբեջանը պատրաստում։ Կարող է գիտեք գնալու է Բուրկինա Ֆասոյի դեմ պատերազմի։ Պարոն Ապետյան, sense մի հատ տեսակետ կա ռազմական փորձագետների շրջանում, որ եթե Ադրբեջանը ոտնձգություն է անում ու հարձակվում է Սյունիքի վրա, ակնհայտ դա Իրանի բանը վրա հարձակում է դիտարկվում եւ Իրանը ջախջախում է Ադրբեջանը։ Հիմա ես ասում եմ, Ադրբեջանը ինչու է 44 օրից հետո պարբերաբար զորավարություններ անում, զենք գնում, անձնակազմ լրացուցիչ համալրում, պատերազմի է չէ պատրաստում։ Հա։ Պարզա չէ, հիմա հարց։ Իսկ երբ ինքը իր զինուժը կռվի դաշտ կմցնի Հայաստանի դեմ։ Հարմար պահին։ Հարմար պահին, իսկ հարմար պահը երբ է, չէ գտնում որ հիմա մոտենում այդ հարմար պահը, երբ որ Իրանի գլուխը շատ բանով խառնա։ Հարմար բայց դեպոր ծնկի Իրանը նոր։ Դե հիմա բայց պահա չէ մոտենում է, չէ, այսինքն հիմա մի հատ process է, որը ինչ որ միտեղ կարող է Իրանը ծնկի գա։ Այդ ժամանակ ինչ է, Ադրբեջանը Թուրքիան սեթևեթելու են մտնելու։ Հաջև երեք հայտարարել է, ինչ է ասել այդ միջազգի հարցը ինչ եղավ, արա։ Նու արա չի ասել, ասենք ես եմ ժարգունային ասում, Նիկոլն ասել է ինչ եղավ, խոստացել է, Ղազագիր ես երևի ստորագրել կամ կամերա առաջ ոնց որ 22 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում
Համաձայնվեցիր, որ Արցախը Ադրբեջանի մասին, մենք կարող անտեղ ինչ-որ բանել է ստորագրել, ասում միջանցքը տու։ Հաջևը պատական երեք հիշեց, ավելն ասեմ, երեք Թավրիզում ցույց է եղել։ Տեղի ադրբեջանցիները ասում են ուզում ենք միանալ մեր մայր հայրենիքին, են պատական է այդ, իհարկե չէ։ Այնպես որ երբ որ դուք ասում եք Հայաստանի իշխանություն, հա, կա Հայաստանի իշխանություն, բայց որի կառավարումը գտնվում է Բաքվում եւ Անկարայում։ Լավ, իմը նստենք թամաշա անենք, ինչ պետք է անի Հայաստանը։ Իսկ այսինքն իմ խոսքերից իրավիճակի համարժեք գնահատման համար թամաշայի հետևություն։ Եթե բայց հասարակ քաղաքացին ինչ անի, ոչ մի ռեսուրս չունի, ոչ մի լծակ չունի։ Նախ ցանկացած գործի մեջ լինի նույնիսկ միջանձնային հարաբերություններ, երբ որ կա մրցակցություն։ Ասենք երկու հոգի մրցում են։ Չեմ ասում հակառակորդ են կամ թշնամի, մրցակից են։ Երբ որ մեկը մեկի հետ մրցակցում է, ասենք ֆիզիկապես, ուժով կամ բիզնես ոլորտում, ամենաառաջին քայլը գիտեք որն է։ Որն է։ Իրավիճակի համարժեք գնահատական, այսինքն քո մրցակցի, իր ուժերը, ուժեղ թույլ կողմերը, կարաս իր այդ մրցակցես, կարաս հաղթես, չէ՞։ Իրավիճակի գնահատականն է։ Ես որպես նախկին զինվորական ոսկե կանոն է, իրավիճակը պետք է գնահատես։ Եթե մեր դիմաց թշնամի է, դու կարաս հարձակվես, քո ռեսուրսները, հակառակորդի ռեսուրսները եւ այլն, պետք է գնահատես։ Հիմա Հայաստանում իրավիճակը համարժեք չի գնահատվում։ Դա համար օրինակ ասում են, որ մենք քաղաքական պայքարով Փաշինյանին գահանքեց կանենք։ Ես էլ կես կատակ կես լուրջ ասում եմ, ճիշտ է, կարող անեք, բայց դուք պետք է անեք Ալիևին ու Էրդողանին գահանքեց, որովհետև Հայաստանը արտաքին կառավարում իրականացնում է այդ երկու պետության կողմից։ Կամ հիմա այս անձի թվացող կառավարումով ստրատեգիական բոլոր որոշումները Բաքվում Անկարայում են կայացում, կասկած չունենաք։ Ուրեմն այս երկու անձիկ մտել են մեր տունը ավել են անում, մեզանից տարածներ են, նկատի ունեմ Ալիև Էրդողանը, տարածներ են օտարում, մեծ մաս ուզում են վերցնել, միջանցք իրանք չեն դիտում, միայն ենթալենք Սյունիքի մարզի, իրենք ամբողջ տարածքներ ու պատական էր, որ Կովկասի մուսուլմանների վարչության նախագահը թեմա բացել։ Երևանի թեմ, Էշմածին ասում եմ մենա, եթե ձեզ թվում է, որ այդ մարտիկ խելքը գցել են, խիստ սխալվում եք։ Իրանք մոտիվացիոն դաշտ են ստեղծում, որ իրենք ոչ թե այս տարածքը ուժով վերցնելու են որպես զավթիչ, այլ ազատագրելու են, որտեղ ազատագրող զինվորի մոտիվացիան կռվել զոհվելու շատ ավելի բարձր է, քան զավթիչի։ Եվ իրենք այդ հողը նախապատրաստում են, որ այս տարածքը վերցնեն։ Հիմա այստեղից հետևություն։ Եթե թշնամին պատրաստվում է այս տարածքը վերցնել եւ իր կամակատար իշխանությունն է, կոլաբորանտ է, կոչվում է քաղաքագիտության մեջ կոլաբորանտ։ Հիմա կոլաբորանտին մենք գիտեք ինչ ենք ասում։ Սենց նստած լուրջ դեմքով ասում ենք այն ավերը, որ դու բերում ես մեզ բոլորից գլխին, մենք ես չենք վստահում։ Բայց ժպիտ է, ես չի եղել լրագրող ում ես այս օրինակը բերեմ, ցավով ժպիտ չառաջանա։ Մեկը ասում է չենք վստահում, եկեք ստորագրություն հավաքենք, մյուսը ասում է ազգային ժողովում եկեք անվստահություն հայտնենք։ Եղբայր այդ մարդ թշնամի է։ Հիմա այնտեղ չեն ծիծաղում, ասում են ժողովուրդը լրիվ հիմարացել է։ Ես պատրաստ եմ ես երկիրը ամբողջովին վերցնել, ես մարդիկ նստած մտածում են, ասում են Փաշինյան Նիկոլին անվստահություն հայտնենք։ Դե հայտնեք։ Արցախում 44 օրից հետո եւս այս ձևով էին մտածում։ Ես մասնավորապես մեկը նրանցից որ բարբերաբար գնում էր Արցախ, ասում են ժողովուրդ պատերազմով են վերցնելու, պատրաստվեք, ինչքան հնարավորություն կա։ Մարդիկ իրականությունից կտրվել էին։ Ստեփանակերտի փողոցներում մեքենաներ էին գրում 20 թվականի նոյեմբերից հետո մարդիկ էլի միջոցառումներ էին անցկացնում, երբ որ այդտեղ ապրող 120-130 հազար հայությունը տոտալ ինքնապաշտպանությամբ դիմեր, որը կարող էր ռեսուրս կար, մարդկային եւ զինական։ Հայաստանից էլ քանի դեռ ճանապարհներ փակ չէին, կարող էին գնալ։ Այդ մարդիկ իրականությունից կտրվել էին։ Հիմա որտեղ են այդ մարդիկ։ Փախստականի կարգավիճակով Հայաստանում, իրենին, էն էլ էր Հայաստան։ Բայց ամեն ինչ թողեցին դուրս եկան, չէ՞։ Հիմա եթե ես այս նույն զուգահեռը բերում եմ, ասում վաղը չեմիսորը, հələ գոնե Արցախից դուրս գալով գիտեր Հայաստանը դուրս գալու, իսկ մենք ուր են գնալու։ Լավ, մի վերջին հարցը ավարտենք, եթե մենք ներուժ չունենք, այլ ճիշտ ասած արտաքին կառավարումը Հայաստան երկիրը Բաքուն ու Անկարան, Սյունիքի անվտանգության երաշխավորը եթե Իրանն էր ու բացահայտ մարդիկ ասում էին, հիմա Իրանի գլուխը խառն է, արտաքին որ կենտրոնն է պահելու։ Լավրովը խի եկավ այստեղ։ Չգիտեմ։ Դե հիմա ես ասում խի եկավ։ Երկու նպատակով։ Ուրեմն առաջին, նախ Թուրքիային ցույց տվեց, որ էսի մեր ազդեցության տարածքն է։ Երբ գնաց Մար Հայաստան հուշահամալիր հաղթանակ զբոսայգի, ամբողջ տեսանյութը եւ իրենց լրագրողները եւ նյութը երբ պատրաստում են թիկունքում Արարատներ։ Մեսիջեր Թուրքիային։ 1, երկրորդ
Լավրովը ասեց Հայաստանի ներկան եւ ապագան ինչպիսին պիտի լինի։ 4 օրակարգային հարց։ Նախ ինքը ասեց, որ Արցախի հայաթափում ուղղակիորեն Փաշինյանն արել հոկտեմբերի 6-ի Պրահայում հայտնի ձեռք բերված եւ տված ստորագրությամբ, չէ, Հայաստանից որ տարածքներ ավտարվում եւս Փաշինյանն մեղավոր հիմնավորեց, հիմա Հայաստանի օրակարգային 4 դրույթ ասեց, բայց այդ 4 դրույթը Փաշինյանի համար չէր։ 4 դրույթը Հայաստանի ընդդիմության համար էր։ Դրույթ առաջին։ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը 4 եռակողմով։ Մենք առավելություն տեսնում ենք, չէ՞ դրա։ Երկրորդ, տարածաշրջան դրսից տղա չի բերվում։ Եվրոպան եւ Արևմուտքը ստեղծի չլինեն 3 գումարած 3։ Չկա, այսօր Հայաստանում արդեն մի քանի տարի է ՆԱՏՕ-ի հետախույզներն են դիտորդական առաքելության դրոշի ներքո, ճիշտ է։ Փաստ է։ Այսպես ասած ԵՄ դիտորդ։ Չէ, իրենք հետախույզներ են, չեն թաքցնում։ Ղեկավարներին նայեք, Գերմանիայի եւ Ֆրանսիայի քաղաքացի երկու ղեկավարները հետախույզ են։ Ռուսաստանը քանիցս ասել է, որ այդ հետախույզներին չէ, ՆԱՏՕ-ի հետախույզները մի երկրում են, որը Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակից է, պայմանագրային, աբսուրդ է, չէ։ Լավրովը ասում է, ուրեմն 3 գումարած 3։ Այս 2 օրակարգային հարց, երրորդ օրակարգային հարց։ Հայաստանի ներկան, ԱՊՀ, ԵԱՏՄ հապկ։ Բարձա ում հետ որ պայմանագրեր ունի։ Խաղեր չես տալիս։ Եվ չորրորդ Հայաստանի ապագան։ BRICS։ Ասեց ու գնաց։ Սա ում ասեց, սա Հայաստանի քաղաքական ընդդիմության ասեց, դուք օրակարգի շուրջ հավաքվեք, ինչ չի հետաքրում, թե ձեր լիդերը ով է, ով չի։ Օրակարգ։ Օրակարգի շուրջ հավաքվում են բոլորը, հետո կերևա իրական լիդերը ով է։ Կարող է լիդեր անաչի խումբ է, բայց օրակարգն է կարևորը, որը Ռուսաստանի համար կարևոր է։ Իսկ այդ օրակարգը մեր շահերից է բխում, ինչ որ ես ասի։ Վստահաբար այո։ Այսօրվա այդ ամոթ 4 մոտեցումը մեր շահերից է, չէ՞ բխում։ Հիմա դուք ասում եք լուծումը որն է, ես էլ ասում եմ լուծումը որն է։ Հայաստանի ընդդիմությունը, ով որ հայտ է ներկայացել իրավիճակի փոփոխության, կոնսոլիդացվում է այդ օրակարգի շուրջ, 4 օրակարգ։ Կրկնում եմ նոր, սա շատ կարևոր է, ցավոք սրտի Լավրովի ասելուց գնալուց հետո ես գործընթաց չեմ տեսել։ Ուզում եմ նորից բարձրաձայնել։ Ադրբեջանի հետ հարաբերությունները 4 եռակողմ։ Նշանակում է Ալիևի ինքը ինչ ասում, Ալիևի որևիցե պահանջ ձեր վրա որպես դամոկյան սուր կախված չի լինի։ 4 եռակողմի վրա եք գալիս, թեման փակվում է։ Երկրորդ դրսից տղա չեք բերում ստեղ, 3 գումարած 3 ձևաչափ։ Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, մի 3, մյուս 3-ը Ռուսաստան, Իրան, Թուրքիա, վերջ, ոչ մի արևմուտք, ոչ մի բան։ Իստեղ Ռուսաստանը շահեկան է, չէ՞ լինելու, որտեվ Իրանի հետ դաշնակից է, ճիշտ է։ Դե հա։ Ահա։ Երրորդ Հայաստանը որ պետությունների հետ պայմանագրային պարտավորություններ ունի, հետի օրակարգային է, ԱՊՀ, ԵԱՏՄ հապկ։ Եվ չորրորդ ձեր ապագան, BRICS, վերջ, ըստ է լուծումը։ 40 վայրկյանից մի պատասխան ակնկալող հարցեր տամ ու վերջ։ Ընդդիմությունից սպասում եք մի արդյունավետ որոշում։ Հələ որ իրար միս են գտում։ Ես ակնկալիքներ չունեմ, բայց չեմ էլ բացառում, որ ինչ-որ մի պահ կարող է եւ ընդդիմության առաջնորդները կան ընդհանուր հայտարար, ես դա չեմ բացառում։ Հավանականությունը փոքր է։ Միգուցե Իրանի հետ կատարվողը խելքի բերի, սթափեցնի, որտեղ իսկապես մենք հասկանում ենք այս երկիրը, մենք ստեղ ֆիզիկապես կապրենք, թե չենք կապրի։ Այսինքն մեր գոյութենական խնդիրն է դրվելու։ Անձնականները մի կողմի վրա դնեն, այս 4 օրակարգային հարցի շուրջ ես չեմ բացառում եւ շատ ցանկանեմ։ Ես էլ ամեն դեպքում հնարավորություններ, կապեր, ինչ ճանաչում են, անցած ճանապարհ, ամեն ինչով կօգնեմ կոժանդակեմ, որ դա կայանա։ Շնորհակալություն, պարոն Ապետյան։ Սա Life Armenia YouTube-յան ալիքներ, այսօր հյուրընկալել ենք ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանին։ Շնորհակալություն ձեզ, որ հարցազրույցը դիտեցիք, բաժանորդագրվեցիք մեր ալիքին եւ այն զանգակի գոճակը սեղմեցիք։